Բոլորիդ սիրով ողջունում եմ եւ առաջարկում միասին այսօր արագ բուլկիներ թխել։ Կաթնաշոռային տարբերակն է։ Պատրաստվում է 20 րոպեից էլ պակաս ժամանակում, շատ արագ է, օգտակար եւ շատ հարմար է տնային տնտեսուհիների համար։ Պահպանեք ու փորձեք։ Եկեք սկզբում պայմանավորվենք, բոլոր բաղադրիչները պետք է ամենաքիչը սենյակային ջերմաստիճանի լինեն։ Եթե նախաճաշի համար եք պատրաստում, որպեսզի առավոտյան ժամանակ չկորցնեք, երեկոյան ուղղակի դուրս ենք բերում եւ դնում ենք սեղանին։ Ես կօգտագործեմ սովորական կաթնաշոռ 180 գրամ է, ստանդարտ փաթեթավորմամբ։ Մի փոքր հատիկավոր կառուցվածք ունի, լրիվ հարթ չէ։ Եթե ամբողջությամբ հարթ կառուցվածքի կլինի, այդ դեպքում բլենդեր օգտագործելու կարիք չկա, ուղղակի աշխատեք ձեռքով։ Եվ այսպես խմորի համար մեզ 2 ձու է հարկավոր, բավականին խոշոր է, 50-ից 55 գրամը յուրաքանչյուրը։ Ավելացնում ենք կաթնաշոռը 180 գրամ է։ Ավելացնում ենք թթվասեր, իմ դեպքում 18-ից 20% է, բայց կարող է ցանկացածը լինել։ 3,5 ճաշի գդալ է ստացվում, եթե տեսակ բավականին լիքն էին գդալները, մի քիչ ավել կամ պակասը չի խանգարի։ Ավելացնում եմ 2 թեյի գդալ շաքարավազ, քաղցր չի ստացվելու, սա համի բալանսի համար է։ Մնացած 4 բաղադրիչներն արդեն ալյուրի հետ։ Կարող եք կաթնաշոռը անցկացնել մաղով, եթե նմանատիպ կառուցվածք ունի, էլի համասեռ կդառնա ու նման բլենդերի կարիք չլինի։ Եթե իհարկե ժամանակ ունեք։ Վերջ արդեն ավելացնում ենք ալյուրը, 150 գրամ կպահանջվի։ Այսքան ալյուրը մոտավորապես 1 բաժակ է, բաժակի ծավալը 250 մլ, մի փոքր վերևից պակաս, 2 պտղունց աղ, 4 գրամ սոդա, մի քիչ սոդայից պակաս փխրեցուցիչ, 3 գրամ։ Իսկ թե արդյոք ինչի համար մենք 2 բաղադրիչներ եւ սոդան եւ փխրեցուցիչն օգտագործեցինք, որ դեպքերում է դա անհրաժեշտ, այս մասին վերջում կպատմեմ նրանց համար, ովքեր բաղադրատոմսից բացի ավելին կցանկանան իմանալ։ Տեսեք, թե ինչ խտություն ենք ստանում։ Իհարկե այնպիսի կազմված չէ, այնպիսի խտություն չէ, որ ձեռքով աշխատենք, ու նաև ալադիների համար պատրաստվող խմորի պես թույլ չէ, միջին կառուցվածքի։ Եթե նկատեցիք, ամեն ինչ շատ հեշտ է պատրաստվում, ոչ երկար հունցում ենք, ոչ շատ բաղադրիչներ կան։ Հիմա մեր խմորը արդեն պատրաստ է վիճակում, թողնում ենք մոտ 5-ից 10 րոպե հանգստանալու, միջինը 10 րոպե բավական է։ Ես թխելու եմ աերոգրիլում, քանի որ ինչպես ասացի, պետք է հնարավորինս շատ ժամանակ խնայենք։ Նախապես տաքացնելու կարիք չի զգացվում, անմիջապես սկսում ենք թխել։ Ես աերոգրիլի զամբյուղի հատակին յուղաթուղթ կդնեմ, քանի որ այս խմորը մի փոքր կպչելու հատկություն ունի։ Կարող եք իհարկե բուսայուղ քսել, բայց ամեն դեպքում ապահովության համար սա ավելի հարմար է։ Իհարկե նման արագ տարբերակի համար ձևավորումը նույնպես պետք է շատ արագ ու հեշտ լինի։ Ես սեղանին կցուցադրեմ, քանի որ գրիլի մեջ խորն է ու լավ չի երևա։ Այսպես 1 ճաշի գդալ ենք վերցնում, երկրորդ գդալի օգնությամբ դնում եմ յուղաթղթի վրա, ոզնիների տեսք ենք տալիս։ Ուղղակի այդպես ստացվում է։ Քանի որ բավականին լավ են մեծանում, տարածք ենք թողնում դրանց արանքում, բացի դրանից պետք է թույլ տանք, որ օդը լավ շրջանառվի, լավ պտտվի։ Տեսնում եք, թե որքան ծակոտկեր է ներսում, որքան թեթև ու փափուկ են։ Էլ չեմ ասում, թե ուտելիս որքան հաճելի կառուցվածք ունեն։ Ներքևում դրանք չնայած որ լավ թխված են, բայց մի փոքր սպիտակ են ու դրա պատճառը յուղաթուղթն է, քանի որ դրա շնորհիվ, դրա պատճառով մենք ծածկում ենք դեպի ներքև եկող տաք օդի հոսանքը, աերոգրիլի մեջ նման խնդիր կա։ Եթե ուզում եք, որ ամբողջությամբ կարմրի, հենց ուղղակի գրիլի ցանցի վրա դրեք, ուղղակի տակն անպայման բուսայուղ քսեք։ Սա արդեն առանց թղթի է, տեսեք, մի փոքր կպել են։
Մեկ չափաբաժին խմորից 7 նմանատիպ բուլկի է ստացվում այս չափսի, բայց պետք է ասեմ, որ շատ հագեցնող են։ Եվս մեկ չափաբաժին պատրաստեցի խմորից, ուզում եի ցուցադրել եւս մեկ տարբերակ, որը քիչ առաջ մտքովս անցավ։ Այսինքն յուղաթուղթը այս անգամ միայն բուլկիների տակ է եղել, որպեսզի օդը շատ ավելի լավ շրջանառվի ու չկպնեն։ Քաղցր տարբերակ նույնպես պատրաստեցի, այստեղ շաքարավազը 2.5 անգամ ավել եմ լցրել, քան ցուցադրել եմ առաջին ոչ քաղցր տարբերակում։ Ու նաև բնականաբար մի քիչ էլ վանիլին եմ ավելացրել։ Սա այրոգրիլում պատրաստվածն է, լիովին հոբացել է, ժամից ավել է արդեն անցել, այդպես պանրո և լոլիկով իմ ամենասիրելի բրդուճներից եմ պատրաստել։ Անպայման փորձեք և հարմար է և օգտակար ու շատ արագ։ Առաջին պատրաստվածներն են, տաք վիճակում անմիջապես դուրս բերելուց հետո մի փոքր իջնում են ու վերջ, արդեն ժամից ավել է անցել, ամբողջությամբ հովացել են։ Ես սրանք սիրում եմ տաք վիճակում մատուցել կամ գոլ վիճակում, բայց երբ ամբողջությամբ հովանում են, հանգիստ կարելի է բուտերբրոդների համար օգտագործել։ Շատ համեղ է ու հարմար։ Իսկ ինչի համար մենք խմորը թողեցինք հանգստանալու։ Մենք շատ լավ գիտենք, որ սոդան ավելացնում ենք ալյուրի հետ, նախապես չենք մարում ու հենց ավելացրինք խմորին արագ պետք է թխենք, որ չհասցնի մարվել։ Բայց դա վերաբերում է միայն ջրիկ խմորներին, որը կարող ենք լցնել։ Իսկ եթե խմորը պինդ է, կամ ավելի ճիշտ որքան պինդ է, այնքան ներսում այդ պրոցեսները ավելի դանդաղ են սկսվում։ Պատկերացրեք մեր այսօրվա խմորը բավականին խիտ, անմիջապես պատրաստենք եւ ուղարկենք թխվելու։ Ինչ կունենանք։ Բնականաբար, քանի որ դանդաղ է ամեն բան տեղի ունենում, սոդայի թթվային ռեակցիան ուշ է սկսվելու։ Մինչև այդ ռեակցիան սկսվի, խմորը սկսում է կեղևով պատվել, իսկ հետո արդեն այդ կեղևը ուշ սկսած ռեակցիայի համար սկսում է խանգարող հանգամանք դառնալ, ճնշում է եւ չի թողնում, որ խմորը հավասար ու համաչափ բարձրանա։ Իսկ երբ խմորը թողնում ենք նախապես հանգստանալու, ինչ է ներսում տեղի ունենում, ռեակցիաները արդեն սկսվում են, ու մենք խմորն ուղարկում ենք ջեռոցը այդ ռեակցիաների սկզբում։ Անմիջապես հենց սկզբից խմորը լավ բարձրանում է ու մինչև կեղևը կառաջանա, հասցնում է լավ բարձրանալ, ներսում էլ ճիշտ կառուցվածք է ձևավորվում ու կեղևը որևէ կերպ չի խանգարում։ Ահա թե ինչի համար է խիտ խմորը պետք թողնել հանգստանալու։ Որպեսզի սա լավ ֆիքսենք, եկեք ուղղակի հիշենք մեր մանկության այն խիտ ծանր կեքսերը։ Հիշում եք որքան էինք սիրում։ Դրանք որպես կանոն ճաքերով էին լինում։ Ինչու՞։ Քանի որ այդ խմորը բավականին խիտ է եւ որպես կանոն դա չէինք թողնում, որ հանգստանար ու անմիջապես պատրաստելուց հետո ուղարկում էինք թխվելու։ Ու բնականաբար ռեակցիան ուշ էր սկսվում, կեղևն առաջանում էր, այսինքն վերևի շերտը պնդանում էր, կայունանում էր, հետո ուշացած ռեակցիան ներսում ճնշում էր առաջացնում ու պարզ է որևէ տեղից պետք է ածխաթթու գազը դուրս գար, որի պատճառով ճաքեր էր առաջանում։ Այսինքն մենք դա սովոր էինք ընդունել որպես դասական կեքսի արտաքին տեսք, բայց իրականում դա ընդամենը ոչ ճիշտ մոտեցման արդյունք էր։ Հուսով եմ կարողացա պատասխանել ձեզ հուզող հարցերին։ Եթե հարցեր էլի առաջանան, ես միշտ կապի մեջ եմ, գրեք մեկնաբանություններում, սիրով կպատասխանեմ։